Մեր գործունեությունը սկսել ենք 2008 թվականից շատ մեծ դժվարություններով։ Մոտ 20-25 քառակուսի տարածք ունեինք, մի հատ ցենց փոքր մսաղած ու երկու աշխատակից։ Որոշել էինք Գյումրիում արտադրել կիսաֆաբրիկատներ։ Ժողովուրդը թերահավատորեն էր մոտենում մեր գաղափարին, քանի որ մեր մոտ ընդունված չի այդպիսի մտերքներ գնել խանութներից, պետք է անպայման տնական լինի ու հենց այդ սկզբունքով սկսեցինք մեր ապրանքը պետք է շատ մոտ լինի տնական պատրաստված մտերքներին սկսեցինք ոչ որ 4-5 տեսակ ապրանքանիշից կոտլետներ էինք պատրաստում եւ պելմեններ հիմա արդեն մոտ 60 տեսակ սառեցված կիսաֆաբրիկատներ ունենք 10 տարվա ընթացքում մենք հասկացանք որ մեր արտադրանքը լայն սպառում է արդեն ձեռք բերում մեծ թափ էինք հավաքում 2018 թվականից սկսած որոշեցինք նաև երշիկեղեն արտադրել, սակայն մեր տարածքը պայմանները չէր ներում արդեն արտադրությունը ընդլայնելու համար։ Որոշեցինք արդեն սեփական տարածք գնել, քանի որ մինչ այդ մենք մեր սեփական տարածքը չունեինք, որոշեցինք ձեռք բերել տարածք եւ կառուցել արտադրամաս Նոր արտադրամասը որոշել էինք վերազինել վերջին սերնդի հոսքագծերով, բայց քանի որ իրանք շատ թանկարժեք են, մեր հնարավորությունները չէին ներում ձեռք բերել նմանատիպ հոսքագծեր, կառավարության լիզինգի ծրագրին դիմեցինք եւ ձեռք բերեցինք հոսքագծեր, մոտ 400 միլիոն դրամի սարքավորում ենք լիզինգով ձեռք բերել։ Այդ ամեն ինչը որ ուզենայինք ձեռք բերել, երևի մոտ 6-7 տարի պահանջվում էր։ Ենթադրենք մի մասը եթե գնայինք, ու սպասենք երբ պետք է ֆիրման գումար վաստակի, որ մյուս մասն է ձեռք բերենք եւ այդտեղ կատարվում էր արտադրությունը, քանի որ այդ ամեն ինչը միասին էր պետք։ Լավ որակի հումքի եւ համով հոտով բաղադրատոմսերի շնորհիվ է, որ կարողանում ենք այս շուկայում դիմակայել եւ գնալ ինչու՞ չէ նաեւ առաջ։ Մեր արտադրանքը Հայաստանի տարբեր մարզերում կա, նույնիսկ Տավուշի են ամենահեռավոր գյուղերում, Նոյեմբերյանում, Բերդում, նաեւ մայրաքաղաքի մեծ սուպերմարկետներում ենք սկսել ներկայացնել մեր ապրանքատեսականին։ Վրաստան սկսել ենք արտահանում անել մոտ 1 տարի։ Շատ մեծ պահանջարկ ունի հատկապես մեր հայկական ավանդական կատան։ Քանի որ պահանջարկը օր-օրի ավելանում է, մենք որոշել ենք այս տարի սկսել կառուցել նոր արտադրամաս, որտեղ մոտավոր 25-ից 30 աշխատատեղ կստեղծվի։ Նոր սարքավորումներով հագեցված պետք է անպայման օգտվենք լիզինգի ծրագրից։ Գյումրիում աշխուժացնելու ենք արտադրական պրոցեսները։ Գյումրին շատ ճանաչված է եղել նույնիսկ ամբողջ սովետական միությունով իր երշիկների արտադրությունով մցի կոմբինատ ենք ունեցել այստեղ շատ մեծ։ Մեր առաջ նպատակ ենք դրել, որ կարողանանք հասնել որոշակի առումով այդ հին ավանդույթներին, վերականգնել Գյումրու բարի համբավը մսամթերքի արտադրության ոլորտի հետ կապված։